Ավշանում գտնվող հողամասի եւ շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի իրավունքն, այս մասին Facebook-յան գրառմամբ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 21 միլիոն 622 հազար դրամ է։ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2025-ի մայիսին Հայաստան է այցելել 181,436 զբոսաշրջիկ։ Ապարանում համայնքապետարանից հայտնում են, որ գազամատակարարումը վերականգնվել է համապատասխան ծառայությունների օպերատիվ աշխատանքի արդյունքում այժմ բնակչության գազամատակարարումն իրականացվում է բնականon ռեժիմով։ Ռեջեփ Թայիպ Էրդողանն այսօր հեռախոսազրույցություն ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային խնդիրներ։ Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին հայտնել է, որ Թել Ավիվում գտնվող ԱՄՆ դեսպանատան մասնաճյուղը թեթև վնասներ է կրել Իրանի հրթիռային հարվածի հետևանքով։ Լացիոնու Վինգեր Պեդրոն նոր պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, համաձայնագիրն ուժի մեջ կլինի 2026 թվականի հունիսի 30-ը։